Կան մարդիկ, որ գիտակցում են, որ իրենք մեղավոր են, գիտակցում են, որ իրենք մեղքեր են գործել եւ հասկանում են, որ մեղքի արդյունքը դա դժոխքն է, բայց չունեն գիտություն չունեն, չգիտեն, որ Տեր Հիսուս Քրիստոսը իրենց այդ մեղքերը վերցրել է արդեն իր վրա եւ իր արյամբ վճարել է նրանց մեղքերի համար։ Եվ այդ մարդիկ իմանալով ինչ որ չափով մեղքի մասին, որ մեղքը լավ բան չի, որ մեղքը դժոխք է տանում, նրանք վախենում են այդ մեղքերից եւ վախենում են ընդունելուց, խոստովանելուց եւ փորձում են ամեն կերպ ծածկել այդ մեղքերը, մոռանալ այդ մեղքերը, մի կողմ դնել եւ չմտածել այդ մասին, չխոսել։ Եվ նման մարդիկ չեն էլ ուզում լսել Աստծո մասին։ Դա հենց իրենց վախն է, դա չարն է, որ վախի միջոցով իմանալով, որ այդ մարդը գիտություն չունի, չգիտի, որ Հիսուսը իրեն արդեն ազատել է իր մեղքերի արդյունքից, դժոխքից, չիմանալով, որ Հիսուսը վճարել է իր մեղքերի համար արդեն, չարը գիտի, որ այդ մարդը չունի այդ գիտությունը, նրա մեջ վախ դնելով, սերմանելով, նրան հեռու է պահում Աստծուց, չթողնելով, որ այդ մարդը նույնիսկ լսի Աստծո մասին։ Եվ նման մարդիկ շատերը խուսափում են Աստծո մասին լսելուց, չեն ուզում լսել, հրաժարվում են, չեն ուզում, որ ինչ-որ մեկը իրենց հետ խոսի Աստծո մասին։ Եվ դա չարն է նրանց վախեցնում, եւ դա չարն է նրանց իրենց անգիտությունը օգտագործելով հեռացնում Աստծուց։ Անգետ եղել եմ ես նաև ժամանակի, երբ չեմ հասկացել, թե Հիսուսը ինչու խաչը բարձրացավ եւ ինչ արեց իմ համար, ես չեմ իմացել։ Ես չեմ ուզում ոչ ոքի վիրավորել այդ բառով, բայց դա անգիտություն է, երբ մարդ չգիտի ինչ որ բան, երբ մարդ չգիտի ամենակարևոր բանը, որ Աստված իր արյամբ արդեն վճարել է քո մեղքերի համար։ Վախենալին դժոխքն է։ Ոչ թե մեղքի ընդունումը եւ խոստովանությունը, որովհետեւ այդ մարդիկ չգիտեն, որ Հիսուսը իրենց արդեն իր արյամբ փրկագնել է դժոխքից, ազատել է դժոխքից, եւ սատանան օգտագործում է այդ մարդկանց չիմացությունը, որ ավելի վախեցնի եւ հեռու պահի Աստծուց, որովհետեւ մարդկանց թվում է, թե իրենց մեղքի համար իրենք պիտի հատուցեն, կամ ավելի լավ է թաքցնենք, մենք մեզ խաբենք, մոռանանք մեղքը եւ այդպես իրենց խաբելով են զբաղվում, ծածկենք, մոռանանք, բայց դրանից դու չես ազատվի քո մեղքից։ Միևնույն է, մեղքը կյանքի վերջում հատուցման է բերում։ Դու պետք է հատուցես քո մեղքի համար, եթե դու չես ընդունում քո Տիրոջ տված փրկությունը, որ նա քեզ ազատել է քո մեղքից, արդեն դու թողնում ես քո վրա, հույսը քո վրա ես դնում, ինչ պետք է անես։ Ոչ մի մարդ ի վիճակի չէ ինքնուրույն ազատվել, սրբել իր մեղքերը, գործած մեղքը արդեն կա եւ մեղքի համար դժոխքն է։ Դու ոչինչ չես կարող անել։ Յուրաքանչյուր մարդ սխալվող է, յուրաքանչյուր մարդ մեղավոր է, բայց Տեր Աստված, Աստծո որդին, կենդանի Աստված իր գահը, իր թագավորությունը թողեց 2000 տարի առաջ, եկավ երկիր, մարդացավ, մարդ ծնվեց, որ իր սուրբ եւ աստվածային արյամբ քեզ քո մեղքից ազատի, որովհետեւ այլ կերպ դու չես կարող քո գործած մեղքից մաքրվել, ազատվել եւ դժոխք չգնալ։ Նա է քո փոխարեն վճարել եւ նա իր արյամբ քեզ սրբել է, լվացել է, մաքրել է քո մեղքերը։ Եվ եթե դու ընդունում ես քո Աստծուն, քո Տեր Հիսուս Քրիստոսին, Աստծո որդուն, որ քո փրկիչն է, որովհետև քեզ փրկել է մահից արդեն 2000 տարի առաջ իր արյամբ, դու փրկվում ես, քո համար ամեն ինչ պատրաստ է, Աստված արել է, դու ընդամենը պիտի ընդունես։ Մարդիկ վախենում են իրենց մեղքից, չիմանալով, չպատկերացնելով, որ իրենց Աստվածը, սիրող Աստվածը, ամենամեծ սերը, որ ունի քո հանդեպ, դա քո Աստվածն է։ Նա անսահման սիրով սիրում է քեզ, քո Աստվածը արդեն քեզ ազատել է քո մեղքից, քեզ ազատել է դժոխքից, որը մահ է, հավիտենական մահ, տանջանք, տառապանք, հավիտյան, անդադար դժոխքում։ Նա քեզ արդեն ազատել է դրանից, բայց դու պիտի ընդունես քո կամքով, որովհետև դա տրված է յուրաքանչյուրիս, Աստված արել է յուրաքանչյուրիս համար եւ յուրաքանչյուրս ենք մեղավոր։
Բայց պիտի ընդունես, քեզ տրվում է, դու պիտի ընդունես։ Եթե դու մերժում ես քո փրկությունը, դու մերժում ես հավիտենական կյանքը, որ քեզ տալիս է Աստված, եւ դու մնում ես քո մեղքի մեջ, դու ընտրում ես մեղքը, իսկ ընտրել մեղք նշանակում է ընտրել դժոխք, ընտրել հավիտյան մահ։ Հոգին ֆիզիկական մահից հետո կգնա դժոխք եւ կտառապի ու կտանջվի։ Եվ կզգա այն բոլոր ցավերը, տառապանքները, չարչարանքները, որ եթե մարդը մարմնով հայտնվեր այնտեղ, նույն կերպ զգալու է այդ բոլոր ցավերը, տառապանքը եւ զղջումը, որովհետեւ հոգին երբ գնա դժոխք, նա իմանալու է, որ այլևս անդառնալի է, նա պիտի ողջ հավիտենություն, որը անավարտ է, տառապի տանջվի, նա այլևս դժոխքում չի կարողանալու ընդունել Տիրոջ տված փրկությունը, մինչեւ կյանքի վերջին ակնթարթը դու ունես հնարավորություն ընդունել քո փրկչին, ընդունել քո փրկությունը, խոստովանել քո մեղքերը եւ ազատվել դրանցից։ Սակայն դու, ես, ինչ գիտենք մեր վերջին վարկյանը որն է։ Կհասցնենք արդյոք թե ոչ։ Դրա համար մենք պիտի համարենք, որ մեր վերջին վարկյանը հիմա է։ Ներում խնդրենք Աստծուց մեր մեղքերի համար, ընդունենք մեր մեղքերը, ընդունենք մեր Աստծուն, մեր Փրկչին Հիսուս Քրիստոսին, ընդունենք, որ նրա արյամբ մենք արդեն փրկված ենք, ունենք հավիտենական կյանք, ընդունենք մեր Սուրբ Երրորդությանը, Հայր Աստծուն, Որդի Աստծուն, Սուրբ Հոգի Աստծուն եւ չկա նրանից բացի ուրիշ Աստված։ Եվ այդ ամենը անենք ողջ սրտով եւ շուրթերով, խոսքով, ընդունենք, ասել Տեր իմ Աստված, ես մեղավոր եմ, խնդրում եմ ինձ ներիր եւ ընդունիր, որպես քեզ զավակ, խնդրում եմ ինձ ներիր եւ ընդունիր, ես փրկություն եմ ուզում, ես քո տված հավիտենական կյանքի պարգևն եմ ուզում եւ ընդունում եմ իմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ընդունում եմ, որ իմ Տեր Հիսուս Քրիստոսն է իմ Աստվածը եւ իմ փրկիչը։ Միթե դժվար է դա անել հենց հիմա, դա դժվար չէ եւ դու ես ընտրում։ Այն պահին, երբ քո մարմինը կմահանա, դու այլևս երբեք հնարավորություն չես ունենա այդ խոսքերը ասել, հոգով ու սրտով ընդունել այդ ճշմարտությունը եւ շուրթերով ու խոսքով։ Եվ հավերժ տառապանք, հավերժ մահ դժոխքում, որն ես ընտրում։ Մի վախեցիր քո մեղքերից։ Դու մի մտածիր, որ պիտի մյուսները պարտադիր իմանան քո մեղքերը, քո գործած սխալները։ Դու առանձնացիր։ Քո Տեր Աստծու առաջ գնա։ Քո Հայր Աստծու առաջ գնա նրա Որդու Հիսուս Քրիստոսի քո Փրկչի անունով։ Եվ խոստովանիր քո մեղավոր լինելը, որովհետև յուրաքանչյուրս ենք մեղավոր։ Յուրաքանչյուր մարդ գործում է մեղքեր իր ողջ կյանքի ընթացքում։ Բայց Աստված, Հայր Աստված քեզ այնքան է սիրել, որ իր Աստված Որդուն մի հատիկ, միածին Աստված Որդուն Հիսուս Քրիստոսին ուղարկել է երկիր։ Նա քեզպես մարդ է ծնվել։ Աստված դարձել է քո նման, իմ նման մարդ, որ բարձրանա խաչը, որ քո մեղքերի ողջ ծանրությունը տանի իր վրա, ցավը տանի իր վրա։ Քո մեղքերի արդյունքում ինչին դու պիտի արժանանայր, ամեն դժոխային ցավին ու տառապանքին նա արդեն վերցրել է իր վրա, չարչարանքներով, տառապանքով, մինչև բարձրացել է խաչ եւ խաչի վրա էլ տանջվելով, արնահոսելով իր սուրբ արյամբ քեզ լվացել է քո մեղքերից եւ մահացել է, որ դու չմահանաս հավիտենական, այլ կյանք ունենաս հավիտենական։ Եվ իր մահվան երրորդ օրը մահից հետո նա հարություն է առել, կենթանի Աստված, նա կենթանի է, նա կա, հարություն է առել։ Եվ յուրաքանչյուր մարդ, ով կմահանա, պատկանելով Հիսուս Քրիստոսին, մի օր նայել է իր մարմինը ստանալու, ոչ թե միայն հոգով է ապրելու, նա վեր ստանալու է իր մարմինը, որ Աստված նրան տվել էր, բայց արդեն երկնային մարմին, ոչ այս ֆիզիկական մարմինը ծանր եւ մեղավոր։ Մի վախեցիր քո մեղքերը խոստովանելուց, մի ամաչիր քո մեղքերը խոստովանելուց։ Աստված քեզ սիրում է, նա քեզ սպասում է, նա քեզ ամոթանք չի տալու, նա քեզ չի կշտամբելու, նա գրկաբաց սիրով քեզ ընդունելու է եւ դու այդ սերը զգալու ես հենց այն պահին, երբ կխոստովանես ու կընդունես քո Տիրոջը։ Հենց այդ պահին դու կզգաս իրական սերը, թե որն է ճշմարիտ աստվածային սերը։ Դու կզգաս ինչ է լինել Աստծու զավակ։ Փառք քեզ իմ Տեր Աստված, փառք քեզ իմ Տեր Աստված, փառք քեզ իմ Տեր Աստված, շնորհակալ եմ։